Ջուլիետա Ազարյան, համեցեք։ Հայաստանի Հանրապետության մեծարգո վարչապետ, ազգային ժողովի մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Ես ուզում եմ արձանագրել գնաց Տիկին Գյուրեղյանը, որ քիչ առաջ Տիկին Գյուրեղյան այս ամբիոնից ասաց, որ խաղաղության պայմանագիրը դա իշխող ուժի հաղթաթուղթն է։ Ես ցավում եմ Տիկին Գյուրեղյան, եթե լսում եք ինձ, որ խաղաղության պայմանագիրը ձեր ընկալումներում կամ ձեր տպավորությամբ դա մասնավոր ձեռքբերում է, որևէ մասնավոր շահ է։ Խաղաղության պայմանագրի օր առաջ ստորագրումը Հայաստանի Հանրապետության ցանկացած քաղաքացու հաղթաթուղթն է։ Խնդրում եմ սա արձանագրել եւ ֆիքսել։ Անցնելով առաջ, Տիկին Գալստյան, օրեր առաջ երբ կատարողականի մասին քննարկում ունենք եւ դուք ասելով ձեր միտքը լքեցիք դալիճը, ես ես բան ունեի ասելու, վստահ չեմ որ լսել եք, հիմա այստեղից ասեմ, երբ այստեղից շատ կրկնեցիք ամբարո բառը, գիտեք որն է ամբարոն, երբ ասում եք իրական Հայաստանում երեք Սամվել Կարապետյանի տան մոտ, տան բակում տեղի ունեցածը ամբարո էր, ամբարո Սամվել Կարապետյանի ժամերանց հնչեցրած հայտարարությունն էր, երբ դուրս գալով տեսախցիկների առաջ, ձեր նույն բառերն եմ ուզում ասել, ստից, ցինիզմից էիք խոսում, այստեղ ցինիզմին հատուկ բնորոշ դեմքի արտահայտությամբ ասած հետևյալ միտքը մեջ բերեմ, թքած ունենք ձեր վրա էլ, հեծի վրա էլ, այդ ում վրա թքած ունի, Հայաստանի Հանրապետության քաղաքացուով օգտվում է էլեկտրաէներգիայից, գիտեք, իրականում մեծ աշխարհացունց ինչ-որ բան չհայտարարեց, Սամվել Կարապետյանը, որովհետև ցանկացած քաղաքացի, ով օգտվում է էլեկտրաէներգիայից, իր կյանքի որակի վրա եւ առհասարակ առօրյա կյանքում տեսել է ինչպիսի ծառայություններ է ստանում, սա վառ օրինակ էր իր վերաբերմունքը ընդհանրապես էլեկտրաէներգիայի վերաբերյալ։ Խոսում եք դպրոցներից, Տիկին Գալստյան, ես ասացի օրեր առաջ, հիմա էլ եմ ուզում ասել։ Մենք սիրով կգրեինք մեր կառավարության ծրագրերում ոչ թե 300 դպրոց, այլ 30 դպրոց, բայց դա էլ իր հետևանք ունի, թե մենք ինչի ենք գրել 300 դպրոց։ Դա մի բանի հետևանք է, երբ տարիներ շարունակ, օրինակ նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը 12 վարչական շրջաններից ոչ մեկը չէր խնայել եւ 12 վարչական շրջաններում օտարել էր մասնավոր գույքեր, մանկապարտեզների տարածքներ մեզ հասկանալի պատճառներով, որոնք դարձել էին հետո մաս-մաս մեջ արած մասնավոր սեփականություններ, ինչ-որ մեկի տունն էր դարձել, ինչ-որ մեկի հասարակական շինությունը, որտեղ զբաղվում էին բիզնես ձեռնարկատիրությամբ։ 300 դպրոցը հետևանք է ձեր փայլուն արտաքին քաղաքականություն վարած արտաքին գործերի նախկին նախարարներից մեկի օրինակ Դիլիջան համայնքում մասնավոր պետական մանկապարտեզը 25 տարի ժամկետով վարձակալելը, որը պիտի ծառայեր որպես բարեգործություն, որի հետևանքով տարածքը պիտի ծառայեր բարեգործական նպատակներով, որը պարզ պիտի դառնար հետո, որի հետևանքով 120 երեխա տարեկան դուրս էր մնացել իր մանկապարտեզ հաճախելու իրավունքից, իրենից բխող հետևանքներով, ծնողները չեն կարողացել իրացնել իրենց աշխատանք ունենալու հնարավորությունը։ Անցնելով առաջ, այս կողմում մի հատ պատգամավոր ունենք։ Չի ստացվում տեսնել իրեն, այստեղ որ իրեն նայելով ուղեմ միտքս, օրեր առաջ հարցազրույց էի դիտում։ Հետևյալ միտքը ասաց ՀԿ-ի ժամանակ արդարություն է եղել։ Իհարկե շատ ինտուիտիվ, ես կարծում եմ ինքնաբերաբար ճշմարիտ բան ասած, բայց ես ուզում եմ շտկել այս խոսքը, ոչ թե ՀԿ-ի ժամանակ, այլ ՀԿ-ի համար է եղել արդարություն, որովհետև երբ Տարոն Մարգարյանը ասում էր ՀԿ-ի ժամանակ արդարություն է եղել, այդտեղ լավ ինքն էր շատ անկեղծ, բա լրագրողը հարցներ, բա որ ՀԿ-ի ժամանակ այդքան արդար էր ամեն ինչ, բա 18 թվականին ինչի տեղի ունեցավ, այն ինչ տեղի ունեցավ, այդ արևը շողում էր, արվակը քչքջում էր, ծիտիկներն էլ ծլվլում էին, հա, բայց տեղի ունեցավ 18 թվական, դուք էլ հայտնվեցիք դալիճի այս կողմում, ոչ թե այս կողմում։ 18 թվականին այս կողմ գանք, մի փոքր գանք մեր օրեր։
Պարոն Տարմարգարյանը վստահ եմ ինձ կլսի կամ լսում է։ Պարոն Մարգարյանը, ուրեմն երբ ասում էր ՀԿ-ի ժամանակ արդարություն է եղել, ես ակամայից հիշեցի, երբ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնն է զբաղեցնում, իրենց արդարության պտուղները քաղելու հետքերով գնալով, շատ երկար ժամանակ, փորձում ենք Ծարավ աղբյուր թաղամասում գտնել համայնքային գետ 1000 քառակուսի մետր տարածք, որի վրա կարողանանք կառուցել մանկապարտեզ, 0-ից կառուցել մանկապարտեզ։ Եվ այո, մենք չհանձնվեցինք, երկար դեգերումներից հետո գտանք այդ 3000 քառակուսի մետր տարածքը եւ առիթից օգտվելով ուզում եմ ասել, որ այո, Ծարավ աղբյուր թաղամասը կունենա 0-ից կառուցված պետական մանկապարտեզ։ Իհարկե զարմացա ես, այդ ոնց էր եղել, որ այդ 3000 քառակուսի մետր վրիպել էր ՀԿ-ի արդար ժամանակաշրջանի աչքից, բայց ինչպես այո, անարդարության պտուղն է, այո։ Գտանք 3000, այո, գտանք 3000 քառակուսի մետր տարածքը եւ Ավան վարչական շրջանը կունենա 8-րդ մանկապարտեզը։ Ամփոփելով միտքս, սիրելի ժողովուրդ, հատկապես Facebook-յան իմ սիրելի ընկերներ, երբ երեք ինձ նամակներ էիք ուղում ուղարկելով այն հայտնի արդեն դարձած լուսանկարը, որտեղ հիշեցնում էր լուսանկարը հայտնի կամ ոչ հայտնի ֆիլմերից մի կտոր եւ գրում էիք արդյոք նորից հետ են գալու այս օրերը, ես ուզում եմ ասել, որ ոչ չեն գալու այդ օրերը, վստահաբար գրել եմ ձեզ եւ եւս մեկ անգամ այս ամբիոնը օգտագործելուց վստահաբար ուզում եմ ասել, որ չեն հետ գալու այն օրերը, որի ականատեսը երեք դարձաք դուք։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։